Տիկին դեսպան, ինչպես գործընկերս նշեց, մենք նոյեմբերի 28-ին նույն այս հաստատության դիմաց էինք եւ հրատապ կերպով ներկայացնում ենք ձեզ նոյեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հերթական խայտառակ ապօրինության ակտը, կապված Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հետ։ Նոյեմբերի 13-ին, ինչպես ձեզ ներկայացրեցինք այդ օր այստեղ, ԱԱԾ-ականները ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, Անտիֆեկ ՀՄ-ի խմբագրություն, արգրավեցին մեր ողջ տեխնիկան, ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին եւ իրենց սրտի դատավորների միջոցով երկամսյա կալանքներ տվեցին տղաներին։ Ինչի համար դա արեց իշխանությունը։ Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին իրենց փոդքասթի ընթացքում պատասխանել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին, որի ընթացքում Սամսոնյանն օգտագործել էր ընդհանրապես հետույք բառը։ Տիկին դեսպան, մենք ներկայացրեցինք, որ թե ինչ ապօրինության մասշտաբ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում կապված ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության դեմ ոտնձգությունների հետ կապված։ Ցավալիորեն առ այսօր ԱՄՆ դեսպանատնից որևէ արձագանք չենք ստացել։ Տիկին դեսպան, մենք երեկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել ենք ձեզ այն նամակը, որը որ թարմացված կերպով պատրաստվում ենք այսօր հանձնել ձեզ։ Ինչպես եւ ուղարկել էինք նախորդ նամակը։ Ինչպես ասացի, ցավալիորեն որևէ արձագանք մենք չենք ստացել դեսպանատան կողմից։ Մենք չգիտենք ձեր դիրքորոշումը։ Արդյոք դուք նորմալ եք համարում, որ մարդը կարող է կալանավորվել իր հեղինակած փոդքասթի ընթացքում ընդհանրապես հետույք բառն օգտագործելու համար։ Արդյոք դուք նորմալ եք համարում Հայաստանի իշխանությունների կողմից նմանատիպ ոտնձգությունը։ Արդյոք դուք նորմալ եք համարում, որ մարդուն իր հեղինակած փոդքասթի ընթացքում իշխանություններին քաղաքական քննադատության ենթարկելու համար արդեն երկրորդ անգամ քաղաքական հետապնդման են ենթարկում կալանավորման տարբերակով։ Էլ չասած բոլոր մնացած քրեական գործերը, որոնք որ հարուցված են եղել տղաների նկատմամբ։ Որն է ձեր դիրքորոշումը այս ամենի կապակցությամբ, տիկին դեսպան։ Արդյոք դուք նորմալ եք համարում, որ նախաքննության ավարտից հետո, հերիք չէ 2 ամիս կալանավորվելուց հետո, նախաքննության ավարտից հետո դատավոր Մամվել Շահվերդյանը եւս 3 ամսով երկարացնում է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սա նորմալ է ձեզ համար, տիկին դեսպան։ Կրկնում եմ, քրեական գործում գրված է ընդհանրապես Նարեկ Սամսոնյանի դեպքում հետույք բառը, որ նա օգտագործել է հետույք բառը։ Իսկ Վազգեն Սաղաթելյանը հանդգնել է վիրավորանքներին, ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին պատասխանել համարժեք ձևով։ Սա ձեզ համար ընդունելի է, թե ոչ, մենք չգիտենք ձեր դիրքորոշումը, դուք լռում եք, տիկին դեսպան։ Մենք չգիտենք ձեր դիրքորոշումը, արդյոք դուք նորմալ եք համարում, որ այս ապօրինության շարունակականության արդյունքում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հացադուլ է հայտարարում, անժամկետ հացադուլ, որովհետև այլ միջոց չկա այս ապօրինության դեմ պայքարելու։ Դուք լավ գիտեք, տիկին դեսպան, որ հացադուլը որպես քաղաքական գործիք օգտագործվում է որպես վերջին միջոց ապօրինությանը դեմ գնալու համար։ Դա Նարեկ Սամսոնյանի քաղաքական դիրքորոշումն է եւ նա դրամատրված է վճռական։ Հացադուլը պահել այնքան ժամանակ, մինչև իր պահանջը կկատարվի։ Իսկ պահանջը հստակ է՝ անհապաղ դադարեցնել Նարեկ Սամսոնյանի ապօրինի կալանավորումը եւ ազատ արձակել նրան։ Տիկին դեսպան, Նարեկ Սամսոնյանն արդեն 5 օր գտնվում է հացադուլի մեջ եւ 61 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ, նորից եմ կրկնում։ Ընդհանրապես իր ոդքասթի ընթացքում ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին ի պատասխան հետույք բառն օգտագործելու համար։ Սա է քրեական գործի էությունը։ Սա նորմալ է արևմուտքի ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Որն է ձեր դիրքորոշումը, տիկին դեսպան։ Դուք տեղյակ եք, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլ հայտարարելուց հետո տեղափոխվել է պատժախոց եւ հացադուլի ընթացքը կրում է պատժախցի պայմաններում։ Եթե տեղյակ չեք, մենք ձեզ տեղեկացնում ենք։ Տիկին դեսպան, մենք ակնկալիքներ ունենք ձեզնից։ Մենք պահանջում ենք, որ դուք չլռեք, որ դուք արձագանքեք այնպես, ինչպես արձագանքել եք նախկինում։ Մենք ակնկալում ենք, որ դուք անհապաղ միջոցներ կգործարկեք եւ Հայաստանի իշխանություններին կհասցնեք, որ սա դեմ է ժողովրդավարական արժեքներին, սա դեմ է խոսքի ազատությանը, սա դեմ է մարդու իրավունքներին։
Ազատ խոսքը չպետք է բանտարկվի, ազատ խոսքը չպետք է կալանավորվի, ազատ խոսքը չպետք է պատժվի, հացադուլ իրականացրած մարդը չպետք է տեղափոխվի պատժախոց։ Տիկին դեսպան, խոսեք Հայաստանի իշխանությունների հետ, մի լռեք, պահանջեք անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին, քանի որ նա անժամկետ հացադուլի մեջ է եւ ամեն հաջորդ օր հերթական վտանգն է նրա առողջության եւ կյանքի համար։ Եվ անդառնալի հետևանքների պատասխանատվությունը կրելու են ոչ միայն Հայաստանի իշխանություններն ու դատական իշխանությունը, այլ նաեւ դուք, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ եք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար եւ այսօր լռություն եք ցուցաբերում։ Մի լռեք, տիկին դեսպան, մենք ակնկալիքներ ունենք ձեզանից։ Մի լռեք եւ հրատապ արձագանքեք։ Մենք այժմ մեր նամակը կփորձենք հանձնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ինչպես ԵՄ դեսպանատան մոտ նշեցի, մենք էլեկտրոնային փոստով արդեն ուղարկել ենք նամակը, բայց մեր պարտքն ենք համարել, որ այս եղանակով եւս արձառն հանձնենք եւ հնարավորություն չտանք դեսպանատանը ասելու, որ իրենք նամակը չեն ստացել։ Մենք նախորդ նամակը էլեկտրոնային փոստով ուղարկել ենք եւ որևէ արձագանք չենք ստացել։ Մեր պարտքն ենք համարում նաեւ այսպես ձեզ հանձնել։ Մենք չենք ընդունում, մի նկարեցից։ Էլեկտրոնային փոստը ստուգ